Արարատ ցեմենտ, Երևանի Արարատ կոնյակի գինուողու կոմբինատ, Օլիմպավան, մուլտի վելնես համալիր, բազմաթիվ հյուրանոցներ, Ծաղկաձորի մուլտի ռեստ հյուրանոցը, մուլտի գրանդ հյուրանոցը, բոլոր այդ հիմնարկների գործունեությունը այս պահին պարալիզացված է, մուլտի Stone ընկերությունը, ու այստեղ բացի նրանից, որ այդ ընկերությունների աշխատանքն է պարալիզացված, այստեղ նաև խայտառակ նախադեպի հետ գործ ունենք, որովհետև օրինակ Օլիմպավանից սենյակներից դուրս են հրավիրել կամ ավելի շուտ դուրս են բերել միջազգային տարբեր մրցելույթների նպատակով ուսումնամարզական հավաքներ Հայաստանում անցկացնող մի շարք տարբեր մարզաձևերի մարզիկների։ Սա հասկանալի է, չէ՞ որ սա միջազգային սկանդալ է։ Հասկանալի է, չէ՞ որ միջազգային օլիմպիական կոմիտեն, համապատասխան մարզական ֆեդերացիաները բնական է, որ ուշադրություն են հրավիրելու այս հանգամանքի վրա։ Այսինքն մարզիկներ են, ովքեր գտնվում են Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնելու համար։ Ես իհարկե հասկանում եմ, որ այսպես այդ խուզարկությունները իրականացնող մարմինները երբեմն եւ շատ հաճախ մղոններով հեռու են լինում տրամաբանությունից կամ այսպես տարրական քթիծակ ունենալու ունակությունից, բայց կարծում եմ, որ երկրի միջազգային վարկի ու հեղինակության հետ նման խայտառակ ձևով խաղալը այլևս իշխանությունների համար դարձել է օրակարգային։ Սա անակնկալ չի, ես ձեզ վստահեցնում եմ, սա անակնկալ չի ոչ Գագիկ Ծառուկյանի համար, ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների, ոչ էլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով ունի նվազագույնը տրամաբանություն։ Բա ինչ պետք է անեն, բա իհարկե իրեն գործում են լրիվ հակապետական եւ հակահայկական տրամաբանության ներքո։ Մարդուն, ով առավոտից երեկո խոսում էր հանրային համերաշխության մասին, խոսում էր Հայաստանի Հանրապետության շահերի մասին, խոսում էր, որ պետք է դուրս գալ այս շրջանակից իրար խժռելու, ատելու, ինքը տենց որակավորում է որպես բան, հանցագործ։ Ես կարծում եմ հանցագործների որակավորումը մի քիչ այլ է։ Իրավական ոչինչ չկա, երկիրը գտնվում է տոտալ բռնապետության կամ ավտորիտարիզմի ռեժիմում եւ այստեղ ամեն ինչ կատարվում է Ենոք Հավանցի ինքնահռչակի ցուցումներով։ Այսինքն այստեղ փնտրել իրավունք, ինչ-որ հոդված վերլուծել, բան։ Սահմանադրական դատարանը լրիվ լեգիտիմացեց ԿՀ-ի բեսպրիձելը, ակնհայտորեն երկրում տեղի ունեցել պետական հեղաշրջմանը նմանվող ինչ-որ բան, որովհետև ապօրինի միջամտություններով ազդել են ազգային ժողովի խճանկարի վրա, ես մի դրվագն եմ միայն ասում։ Եվ ակնհայտորեն մի մարդ, որ այդպես էլ չի հանդարտվում, ամբողջ քարոզարշավի ընթացքում խոստանում էր պատժել կոնկրետ մարդկանց, կուլակաթափ անել, պատժել, նստացնել, ժանրի բոլոր տերմինները օգտագործել է։ Դա ակնհայտ էր, որ այս ամեն ինչը բերելու է հենց այս հետևանքին խիստ կանխատեսելի իրադարձություններ։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում ԲԿ-ի հանդեպ այդպես բռնության կոչեր, խոստումներ եւ այլն, այնուհետեւ մենք բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ բառից գունի իմաստով ձայնագողությունը, այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուր կամակատարներ Նիկոլ Փաշինյանի կատարեց հրահանգները, Սահմանադրական դատարանը բռնաբարելով Սահմանադրությունը եւ օրենքները վերահաստատեց, իսկ այժմ արդեն ԲԿ առաջնորդի շուրջ ծավալվում է իրական ռեպրեսիաները, սա չի կարող ուղղակի բացասական գնահատականի չարժանանալ։ Մեր բոլորի աչքի առջև Նիկոլ Փաշինյանը վերահացվում փոքրիկ բռնապետի եւ նրա ուղղակի այդ պետության դահիճի ցանկությունների դեմ առնելու համար բացառապես պետք է իշխանապողություն։